Պաշտպանության բանակի բուժծառայության համար օրն իրոք շարժան էր։ Բժիշկ Վալերի Մարությանի անունը կրող հոսպիտալի անձնակազմը պատրաստ է արդեն ժամանակակից պայմաններում պահպանել զինծառայողների առողջությունը, ասել է թե զարգտալ զինծառայության որակական կողմին։ Նրանք, ովքեր լավագույնս են իրենց դրսևորել, հենց հոսպիտալի բակում արժանանում են արժեքավոր նվերի Հայաստանի Հանրապետության նախագահից։ Ապա հարգանքի տուրք Վալերի Մարությանի հիշատակին։ 90-ականների սկզբից գործող հոսպիտալում այսօր շատ բան է փոխվել։ Հիմնովին վերանորոգվել են գլխավոր մասնաշենքն ու կից կառույցները, կահավորվել ու ձեռք են բերվել նոր սարքավորումներ։ Ուշագրավ է, առ այսօր հոսպիտալում բուժօգնություն է ցուցաբերվել 56,000 զինծառայողի, կատարվել է ավելի քան 2000 վիրահատություն։ Այսօր բուժազնակազմը պատրաստակամ է շարունակելու ստեղծված ավանդույթները։ Լինի խաղաղ թե պատերազմական շրջան, պատրաստ են պատվով կատարել իրենց մասնագիտական պարտականությունները։ Բանակի ասպարեզ ուսումնական հրաձգարանում նախագահներ Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանը հետևում են հատուկ նշանակության ջոկատայիների ցուցադրական պարապմունքին։ Անվրեպ խոցվում են պայմանական հակառակորդի դերում հայտնվեց բոլոր թիրախները։ Յուրաքանչյուր թիրախ խոցվում է ճշգրիտ հաշվարկների շնորհիվ եւ իհարկե ունեցած հնարավորություններն են դա թույլատրում։ Եվ կրկին պարգևատրություն լավագույն նշանառուներին Սերժ Սարգսյանի կողմից։ Անշուշտ հակառակորդին հարվածում են ոչ միայն մարտական բարձր պատրաստվածությամբ, այլև ամենօրյա խաղաղ աշխատանքով ու ձեռքբերումներով։ Արցախ թաղամասը հավաստիկն այն պարզ ճշմարտության, որ հայրենիքը չի մոռանում իր զավակներին, ովքեր ժամանակին իրենց կյանքն են տվել այսօրվա համար եւ ովքեր շարունակում են անառիկ պահել երկրի սահմանները։ Զոհված ազատամարտիկների 91, պաշտպանության բանակի 54 եւ երկկողմանի ծնողազուրկ 10 ընտանիքներում բնակարանամուտ է։ 101 քառակուսի մետր տարածքով այս բնակարանը Մեժլումյանների ընտանիքի համար ամանորյա լավագույն նվերն է։ Արմենը պաշտպանության բանակի հրետանային դիվիզիոններից մեկի հրամանատարն է։ Այս տարի նրա ղեկավար աստորաբաժանումը լավագույնն է ճանաչվել։ Ասում է, ծառայողական իր պարտականությունները շարունակելու է նույն ոգով իրականացնել։ Ամանորյա շնորհավորանքն էլ առաջին հերթին ծառայակից ընկերներին է ուղղված։ Տա Աստված, որ յուրաքանչյուր հայ ընտանիք ունենա իր սեփական տանիքը։ Այսինքն վայելի այս բերկրանքը, այս ուրախությունը, երջանկությունը, որը հիմա ապրում եմ ես։ 2012-ին կլրանա մեր ամուսնության 10-րդ տարեդարձը։ Սկզբում վարձով էինք մնում 2 տարի, այնուհետև 5 տարի ապրում էինք հայրական տան, իսկ հիմա բարիկամի տանն էինք մնում։ 3 սենյականոց բնակարանում այսօրվանից սկսվելու է նրանց ընտանեկան ջերմության նոր փուլը։ Մեժլումյաններին շնորհավորելու էին եկել նաև երկու պետությունների առաջին դեմքերը, շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ։ Ասել շնորհակալական խոսք նախագահներին Արմենը չկարողացավ, ավելի ճիշտ թույլ չտվեցին։ Հայրենիքին մատուցած ծառայությունը շնորհակալություն հայտնելու լավագույն միջոցն է։ Սամվել Բալայան, Մայր Մկրտչյան, օր։